Բարև ձեզ, Քրոնիկոնի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանին։ Պարոն Կարապետյան, շնորհակալ եմ իմ հրավերը կրկին չմերժելու համար եւ ունենք որոշակի արդեն պաշար քարոզարշավի ընթացքում ամսի 8-ից 20 եւ ավելի օր է անցել։ Ինչպես է գնահատում քարոզարշավը, մեկնարկի կետը եւ այն կետը, որում հիմա գտնվում է Ուժեղ Հայաստանը։ Բարև ձեզ, Տիկին Արաբյան, շնորհակալ եմ հնարավորություն տալու համար։ Շատ հետաքրքիր ալիքի բարձրացում ենք նկատում, ամեն հաջորդ հանդիպում ավելի շատ։ Մենք դյուրեղավանում էինք նախորդին եւ մենք տեսանք աճող ալիքը, մարդկանց վստահության աճող մակարդակը եւ դա մեզ ահավոր մեծ ողջավորություն է տալիս։ Միայն դրական էմոցիաներ ենք ստացել, միայն դրական հասարակությունից, մեր ժողովրդից միայն դրական կարծիքներ ենք ստացել եւ փոփոխության մեծ սպասելիք։ Դա պարտավորեցնում է մարդկանց հույսերը իրականացնել։ Պարոն Կարապետյան, բայց քննարկումներում թեկուզ մեր մասնագիտական տիրույթում, երբ սանդղակով գծում ենք, թե օրինակ Ուժեղ Հայաստանը ինչպես սկսեց քարոզարշավը, երբ մայիսի 8-ից առաջ, դեռ ամիսներ առաջ, ինչ մեծ ծրագրեր առաջ քաշեց, հիմա կարծեք, թե մի փոքր ավելի կայուն շրջան է եւ մեկ քայլ առաջը չենք նկատում։ Դա սխալ տպավորություն է փաստորեն։ Կարող եք ավելի տեղայնացնել հարցը, որպեսզի հասկանամ, որին է վերաբերվում, Օրինակ տնտեսական ծրագրերում ինչ եք անում։ Տնտեսական ծրագրերի մեր առաջարկները մենք համարյա 5 ամիս նվիրեցինք տնտեսական ծրագրերի առաջարկներին, որի հիմքում արդյունաբերականացումն է եւ նաեւ սոցիալական պատասխանատվությունը խոցելի խմբերի, այն մարդկանց, ովքեր ֆինանսական հնարավորություն չունեն, ծայրահեղ աղքատության վերացումն է 6 ամսվա ընթացքում հատուկ սոցիալական ծրագրերով, որ 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքներին տրվելու է 150,000 դրամ նպաստ ամսական, որպեսզի դուրս գան ծայրահեղ աղքատությունից։ Բացի դրանից մենք ունենք կարևոր մեծ ծրագիր, դա աշխատատեղերի ստեղծման ծրագիրն է, որը մասշտաբային, հեղափոխական կարելի ասել ծրագիր է Հայաստանի համար, որը չի եղել վերջի տարիների ընթացքում։ Դա Հայաստանի արդյունաբերականացումն է, Հայաստանի ամեն շրջանի համար իր զարգացման մոդելի առանձին գծումն է։ Մենք դա ներկայացրել ենք 5 ամիս։ Հիմա եկել է քաղաքական օրակարգի մասին մեր հայտարարությունների եւ մեր տեսլականների կիսվելու ժամանակը, որը մենք ամեն օր կիսվում ենք։ Քաղաքական մարտահրավերները մեր երկրի առջև ծառացած, մենք ամեն օր ներկայացնում ենք մեր ժողովրդին։ Հիմնականում դուք բերում եք եւ նշում եք այն թեզը, որ 300,000 ադրբեջանցիների բնակեցումն է Հայաստանում իշխանության տեսլականը եւ իշխանությունը ձեր հիմնավորումներով թույլ է տալու, որպեսզի 300,000 ադրբեջանցիներ գան Հայաստան։ Նիկոլ Փաշինյանը դա գուցե քանի որ ընդդիմադիր տարբեր ուժեր առաջ տարան այդ թեզը եւ սկսեց լայն տարածում ստանալ հասարակության շրջանում, ի վերջո ասաց, որ իմ իշխանության օրոք հնարավոր չի, որպեսզի 300,000 ադրբեջանցիներ գան Հայաստան եւ այլն։ Հիմա դուք կրկին պնդում եք այդ թեզը եւ ի՞նչն է հիմք հանդիսանում, որ դուք ասում եք 300,000 ադրբեջանցիներ գալու են Հայաստան։ Շնորհակալ եմ հարցի համար։ Մեր երկու հիմնական քաղաքական ծրագրերից մեկը թույլ չտալն է, որ ադրբեջանցիները կարողանան Հայաստան մտնեն Հայաստան եւ քաղաքականապես սկսեն Հայաստանը ներսից ճնշել։ Ինչն է մեզ ստիպել մտածել, որ դա մեծ վտանգ է մեզ համար։ Նախ սկսենք նրանից, թե ինչ է Իլհամ Ալիևը ցանկացել Հայաստանից եւ ինչ է ստացել։ Սկզբից Իլհամ Ալիևը ցանկանում էր Արցախի կողքի 5 շրջանները 18-ին դեռ Փաշինյանի կառավարման առաջի տարում։ Նա ստացավ դա, հետո ցանկանում էր Լաչինն ու Խարվաճառը։ Նա ստացավ դա, հետո ցանկանում էր Արցախի ընդհանուր Արցախը։ Նա ստացավ դա, հետո ճանապարհ էր ցանկանում Սյունիքով։ Որի մասին Մեղրիում Փաշինյանը նույն ձեր ասած ոճով ասում էր, որ ճանապարհ չի լինելու։ Միջանցք չի լինելու։ Ճանապարհ չի լինելու։ Ասում էր ճանապարհ լինելու է, մեղրեցի մարդը հարցնում է, ասում է ոչ, ես վստահեցնում եմ ճանապարհ չի լինելու։ Ճանապարհը տվեց, վերջը ասել է, որ սահմանադրություն պետք է փոխենք։ Փաշինյանը էլի 2 անգամ մերժելուց հետո հիմա սահմանադրություն է փոխում։ Իլհամ Ալիևը ինչ ուզել է, Փաշինյանը տվել է։ Հիմա առաջացել է նոր բան։ 3 ամիս առաջ շուտ 24 թվից սկսված խոսույթ էր, բայց 3 ամիս առաջ բոլոր գիտնականների մոտ Ադրբեջանի նա հայտարարեց, որ մենք պետք է վերադառնանք իբր իրենք։ Մեր պատմական հողեր, իբր իրենց պատմական հողն է։ Ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Եվ այդ առաքելությունը վստահված է
Ադրբեջանի պետությանը, այսինքն պետությունն է օգնելու ֆինանսավորելու։ Դրանից հետո Ադրբեջանի հոգևոր առաջնորդի տեղակալը հայտարարում է, որ իրենց Փաշազադեի տեղակալը հայտարարում է, որ Հայաստանի տարածքում կա 300-ից 400 մզկիթներ ադրբեջանական, որ պետք է վերակառուցվի, հին մզկիթներ, ու հանձնվի Փաշազադեի կառույցին։ Դա մենք չենք ասում, դա հայտարարել է հոգևոր առաջնորդի տեղակալը։ Երրորդ բանը, մի քանի օր առաջ այսօրվանից, 4-5 օր առաջ, Նախիջևանում, գիտեք որ համայնքում, Օրդուբադ, Մեղրիին ամենամոտիկ համայնքում հայտարարվել է, որ տեղի է ունենալու վերադարձ Արևմտյան Ադրբեջան մեծ ֆորում, որտեղ քննարկվելու է Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ծրագրերը, ինչը ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից։ 7-րդ արգումենտը Ադրբեջանի Բաքվի տնտեսագիտական համալսարանը ոնց որ մեր ժող ինստիտուտը ցեղասպանության օրը հայտարարել է, որ բացում է Արևմտյան Ադրբեջանի տնտեսության ամբիոն։ Մեր հայրենակիցները կարող են տեսնել Արևմտյան Ադրբեջանի տնտեսության ամբիոն է բացում, որտեղ կուսումնասիրեն հանքերը Արևմտյան Ադրբեջանի։ Իրենց ասած։ Այսինքն մեր հայրենիքի, այն հատվածի մեր հայրենիքի, այն 10%-ի, որ վերջապես մնացել է հայկական դեռ։ Այս ամեն ինչը հմեկով ոչ մի անգամ ցույց չի տրվել։ Ոչ մի մասնագետ ցույց չի տվել, սա մեր հանրությանը չի պատմել։ Մեր հանրությանը չէին էլ պատմում սահմանադրության խոսակցությունների մասին։ Մեր հանրությունը առավոտ զարթնեց, տեսավ, որ մենք սահմանադրություն ենք փոխում։ Մեր հանրությանը չէին է պատմում ճանապարհում, թե ինչ է ինքը արդեն պատրաստ տալ։ Հիմա մենք պետք է հարցը բարձրացնենք, որ մարդիկ տեսնեն, ինչ երկու բան է տեղի ունենալու։ 5 տարի նրանք անելու են ամեն ինչ, որ բուն դնեն Հայաստանում, որ բերեն, որովհետև ինչ ուզե ստացել է, մեծ միլիոնավոր դոլարներ է դնում այս գաղափարի զարգացման վրա, նրանք ի տարբերություն մեզ երկարաժամկետ են աշխատում։ Եվ հիմքը բուն են դնելու Հայաստան, որը երկարաժամկետ բերելու է Հայաստանում, ուր մտել են, հատկանշական է, որ այդ ֆորումը անում են Նախիջևանում, որտեղ նրանք խաղաղությամբ հայերին ուղղակի դուրս հանեցին, մեծ ծնելիությամբ իրենց։ Սա այս ծրագրի դեմ մենք մի հատ ծրագիր ունենք, կարևոր, որը տասնամյակներ, եթե չասենք հարյուրամյակ պետք է աշխատի։ Օրենք, որը կոչվում է Հակա-Սաֆարովյան օրենք։ Ինչ է նա իր մեջ ներառում։ Որևէ Ադրբեջանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի, իրավունք չի ունենալու Հայաստանում գնի, հող ընկերությունների միջոցով։ Մենք օրենքով արգելելու ենք գնի հող, գնի բնակարան, նվեր ստանա որևէ բան Հայաստանում անգամ նվեր։ Եվ Հայաստան լինելու է, իրավունք է ունենալու Հայաստանում մնա ընդամենը 10 օր, ոչ ավել։ Այս օրենքը կգործի 100-ամյակ եւ Հայաստանը կպայի հայկական։ Պարոն Կարապետյան, նախ այդ օրենքը ինչպես եք հիմնավորելու, անհավասար վերաբերմունք է ստեղծում փաստացի մյուս հարևանների եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիների միջեւ։ Անհավասար վերաբերմունք է ստեղծում, քանի որ այդ երկիրը 3 ագրեսիա արել մեր դեմ։ Այո, մեզ կարիք չունենք հավասար վերաբերմունք ստեղծենք ադրբեջանցիների համար։ Ես դրա մղումը չունեմ, ցանկությունը չունեմ, չեմ էլ ստեղծելու։ Մենք անհավասար վերաբերմունք ենք ստեղծելու Հայաստանում հայ մարդկանց կոտորած արած երկրի քաղաքացիների նկատմամբ։ Գուցե դա հավասար կլինի նաև իրենց վերաբերմունքի մեր նկատմամբ, այստեղ կբալանսավորվի, չգիտեմ որն է իրենց վերաբերմունքը։ Իրենց վերաբերմունքի արդյունքում Արցախում այս պահին խաղաղություն է, բայց լսվում է մուրճի ձայնը, քանդվում են խաչքարեր ու եկեղեցիներ։ Պարոն Կարապետյան, դուք նշեցիք Ալիևի մի քանի քայլեր, որոնք վերաբերում են Հայաստանում ադրբեջանցիների բնակեցմանը։ Հիմա ձեր իշխանության գալու պարագայում դուք ինչ եք անելու, որ դա այդպես չլինի։ Գիտեք ինչն է ամենավախենալու։ Որ Հայաստանի ազգային ժողովի նախագահը դուրս է գալիս ու հայտարարում է, որ այո, ադրբեջանցիները ու հայերը պետք է իրար հետ ապրեն։ Ազգային ժողովի նախագահի երկրի։ Իմեջում, Facebook-ում Փաշինյանը դա հերքում էր երեկվա նախորդին տված հարցազրույցում։ Բայց մարդը ճեպազրույց է օֆիցիալ տվել։ Եվ ասել որ պետք է ապրեն իրար հետ առևտուր անեն, վերադառնան։
Հայաստանի սոցիալ-նախարարը հայտարարում է, որ մեր երկիրը պետք է միատարր չլինի, մենակ հայերից բաղկացած չլինի։ Մենք ուրիշ քաղաքացիներին պետք է քաղաքացիություն տանք։ Այդ որ քաղաքացիներին պետք է քաղաքացիություն տանք։ Ինչ սոցիալ-նախարարը ինչ կապ ուներ ընդհանրապես այս գործերի հետ, որ դուրս է գալի ազգային ժողովի ամբիոնից տենց հայտարարություն է անում։ Ընտրություններից առաջ ուզում են խլացնեն այդ պահը, որ ընտրություններից հետո կարողանան լուծեն իրանց պատվերը, բայց դա դուռ է բացելու Հայաստանի նախագահը։ Դուրս է գալի հայտարարում, որ մենք պետք է բացենք։ Հիշեցիք այս քարոզարշավ ընթացքում ոչ ոք չէր հիշել Հայաստանի նախագահը։ Երևի իրեն հիշելու միակ դեպքը սա է։ Հայաստանի նախագահը դուրս է գալիս մեր երկրի սահմանադրության հիմնական հենասյուներից մեկը ըստ սահմանադրության։ Դուրս է գալիս եւ ասում է մենք պետք է բացենք Սյունիքի դարպասները։ Իսկ ով է փակել Սյունիքի դարպասները, հիշում եք։ Գարեգին Նժդե հարյուրավոր զոհերի արդյունքում 100 տարի առաջ փակեց Սյունիքի դարպասները, Սյունիքը մնաց հայկական։ Հասել ենք 21-րդ դար, մարդ է եկել, որ ուզում է բացի Սյունիքի դարպասները։ Սյունեցի մարդ։ Ավելի Սիսյանից էր, չէ՞։ Այո։ Սիսյանից էր եւ շատ հայտնի էր 1988 թվականին Ղարաբաղյան Արցախյան շարժման առաջամարտիկներից մեկն էր այդ համայնքում։ Հիմա պատկերացնում եք ինչպիսի փոփոխություններ տպավորիչ։ Դուք ո՞նց եք կանխելու Ալիևի այս պլանը։ Երկու բան։ Մենք պետք է անենք առաջինը ծրագիր Հակասաֆարովյան օրենքը, ինչու են կոչել Հակասաֆարովյան օրենք։ Որովհետև Դա արդեն իր մեջ խաղաղության բաղադրիչ չունի, եթե Հակասաֆարովյան է կոչվում։ Սաֆարով բառը ընդհանրապես հայ ազգի մեջ խաղաղության ժամանակ խաղաղությունը խախտելու ցուցանիշ է։ Խաղաղության պայմանագիրը լինելու է։ Իմացեք, մենք ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը։ Լինելու է երկու խաղաղության պայմանագրի այլընտրանք։ Եթե Փաշինյանը մնում է լինելու է թույլ խաղաղություն, ադրբեջանցիներով համեմված։ Ադրբեջանցիների վերադարձով ճնշելու են իրան, որովհետև ինքը այլ գործընկեր չունի ու միջոցով կանգնի, ճնշելու են ու ադրբեջանցիներին բերելու են։ Հիշում եք, Ադրբեջանի փոխվարչապետը եկել էր Հայաստան եւ Ջուջևան գյուղում իր հարևաններին հարցազրույց էին վերցնում, ասում էին լավ տղա է, մեր միամիտ հայերը։ Բայց նաեւ մարդ կար, որ ասում ես չեմ ուզում տեսնել։ Այո, միամիտ հայերը, այդ տենց միամտաբար երկիրը 1 հոգի, 5 հոգի, 10 հոգի, 100 հոգի, 200 հոգի, այդ ո՞նց եղավ։ Մի հատ ադրբեջանցի դուրս չեկավ, ասեց հայերը լավն են։ Մեր արցախցիներին բոլորին տնազուր կարեցին։ Մի Ժորժան չմիամտեք, այդ ազգը մեզ ընկեր չի, դու գիտեք, որ ընկեր չի, բայց անգամ անհատների մեջ մենք մարդասեր ժողովուրդ ենք, բայց պետք է այդ գիծը պահենք, հանկարծ չմիամտեք, բերեն ձեզ նկարեն, ասեք, հա, մի հատ ադրբեջանցի պապիկ է եղել, ծրագրով տանելու են այս պապիկի հետ լավ հարաբերություններ ենք ունեցել, թող վերադառնան, ոչինչ, բան, երկու հոգու էլ հմեկով ցույց կտան, կսկսեն դռները բացել։ Սա թույլ խաղաղությունն է։ Հայաստանը պրոբլեմների վերածելու մեր հայրենիքի վերջի հատվածը, որ դեռ հայկական է ու հայկական է լինելու փառք Աստծո, հավերժ պրոբլեմների վերածելու ու ամուր խաղաղությունը։ Մենք ասում ենք խաղաղության պայմանագիրը ստորագրելու ենք, երաշխավոր է լինելու մեր խաղաղության պայմանագրի։ Իսկ եթե Ալիևը չի դուք ունեք երաշխիք, որ Ալիևը համաձայնելու է ձեր խաղաղության պայմանագրին, որը ուժեղ խաղաղության պայմանագիր է լինելու։ Խաղաղության պայմանագրի մեջ որևէ փոփոխություն չի լինելու, տեքստի մեջ չի լինելու փոփոխություն։ Այսինքն Փաշինյանի կազմած տեքստին համաձայն։ Ուղղակի, այդտեղ մի բան է ավելանում։ Ավելանում է Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորի գաղափարը։ Ալիևը եւ Ադրբեջանի իշխանությունը իրավասու չեն Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված որևէ որոշում կայացնեն։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարա երաշխավորի յուրաքանչյուր երկիր առանց որևէ երկրի թույլտվության։ Դրա համար մենք իրենց համաձայնվելու կարիքը չունենք։ Մենք երաշխիք ենք ուզելու, կարող է լինել զուգահեռ երաշխիք, որ ստորագրում ենք, երաշխիքը տալիս են մեր։ Մեր տարածքային ամբողջականությունը ձեր շատ վատ բառ եմ ասում, բայց հիմա կարծեք ձեր քարտեզը ո՞րն է։ Գիտակցել, որ մենք արդեն այս խոսույթները եկել է քաղաքական դաշտ, ցավոք իրականության արտացոլումն է։ Ջերմուկի եւ Հայաստանի տարածքի 220 կիլոմետրը օկուպացված հատվածների վերադարձվելու է Հայաստանին, դա անխուսափելիորեն վերադարձվելու է Հայաստանին։ Տեղ գյուղի հատվածում եւս ունենք։ Այո, 220 կիլոմետր մոտավորապես Երևանի չափ տարածք վերադարձվելու Հայաստանին։
Իսկ Արցվաշենը այն տարածաշրջանային այն քարտեզը, որ մենք ունեցել ենք, այդ քարտեզով մենք ունենալու ենք ամբողջական Հայաստան 220 քառակուսի կիլոմետրը վերադարձած եւ Սև լճով, ջերմուկի հատվածներով եւ ունենալու ենք երաշխավոր խաղաղության եւ ունենալու ենք հակասաֆրովյան օրենք, որ հնարավորություն չտա ապագա 100-ամյակում մեր երկրում այդ հակասաֆարովյան օրենքի պարագայում Ալիևը ինչու պետք է ձեզ հետ խաղաղության պայմանագիր ստորագրի։ Դա մեր երկրի ներքին հարցն է։ Խաղաղության պայմանագիրը, եթե նա չի ցանկանում Հայաստանին ինչ որ նկրտում չունի, դա իր խնդիրը չէ։ Դա մեր երկրի ներքին հարցն է, խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո մենք ունենալու ենք այդ օրենքը։ Եվ մյուս հարցը։ Հիշում եք Սաֆարովը որտեղ արեց այդ։ Իհարկե, Հունգարիայում։ Եվրոպայի սրտում ես ասել եմ, բայց էլի պետք է մեր ժողովրդին կրկնենք դա։ ՆԱՏՕ-ի զորքերի շրջապատում մի հատ հայ չեն կարողացել պաշտպանեն, Եվրոպայի սրտում եվրոպացիները մի հատ ադրբեջանցուց։ Մեզ այս տարածաշրջանում ո՞նց են պաշտպանելու։ Մի հատ հայ Եվրոպայում չկարողացան պաշտպանել։ Մենք հասկանում ենք, իրենք չէին էլ կարող։ Իրենք այդ ազգը ուրիշ ձևա դաստիարակվում, դպրոցում երեխաներին ուրիշ բաներ են սովորացնում։ Մենք սովորացնում ենք մաթեմատիկա, իրանք սովորացնում են հակահայկականություն։ Դրա համար մեր երեխաները ուրիշ ճանապարհ են ընտրում, բայց իրենք լրիվ ուրիշ վերաբերմունք են մեզ տալիս։ Մեր երկիրը կպահենք հայկական եւ երկրորդ ամենակարևոր հարցը։ Ինչպես ենք մենք անելու։ Հայաստանում աշխատատեղերի պակասի պատճառով հայերը լքում են երկիրը, հիմնական շրջաններից։ Բազմաթիվ գյուղերը դատարկվում են, 220 գյուղում դպրոց են փակում, որ գյուղերը ամբողջությամբ են դատարկելու դա, որովհետև վերջի աշխատատեղերն են։ Մենք, երբ ասում ենք ստեղծելու ենք 300,000 աշխատատեղ, մենք կարող ենք հայտարարել, որ 100,000, բայց մեզ պետք է մեր ցուցանիշը, մեր հաշվարկներով 300,000-ն է, որպեսզի կանգնի արտագնա աշխատանքի մեկնելու այս ալիքը։ Մենք պետք է այնպես անենք, որ հայերը չգնան։ Այսինքն, ուժեղ Հայաստանի քաղաքական պատկերացումը այսպեսին է. օրենք, որ ադրբեջանցիները չգան, ու տնտեսական աշխատատեղերի ստեղծում, որ հայերը չգնան։ Հայաստանը մնա հայկական։ Պարոն Կարապետյան, Հայաստանում վերջին զարգացումներից հետո, Արցախյան պատերազմից հետո նաև կան ԵՄ դիտորդներ, որոնք իրականացնում են բացառապես դիտորդական առաքելություն։ Տեղ գյուղի այդ ագրեսիայի ժամանակ նրանք ասացին, որ մենք այդ պահին դիտորդական առաքելություն չենք իրականացնում, մամուլից տեղեկացել ենք, որ տեղի ունեցան նման դեպքեր։ Եվ կան նաև միջազգային կառույցներ, որոնք հիմա որևէ արձագանք, որևէ իրադարձության վերաբերյալ չունեն, շատ լավ էր, որ նախորդ իշխանությունների ժամանակ նրանք բավականին ակտիվ էին, այդ թվում նաև մարդու իրավունքների ոտնահարման դեպքում։ Մեկ այլ սահմանին ռուսական ռազմաբազան է։ Սահմաններից նաև ռուս սահմանապահներ, ինչպես նաև Զվարթնոց օդանավակայանից այս իշխանության որոշմամբ դուրս են եկել։ Այս տարբեր բևեռների կառույցների հետ ձեր աշխատանքը ինչպես է լինելու։ Եվրոպական դիտորդները շատ դրական է, որ կան Հայաստանում։ Մենք Եվրոպայի հետ խորացնելու ենք հարաբերությունները, Հայաստանը իրավունք չունի ընդհանրապես վատ հարաբերություն ունենա աշխարհակահաղական կենտրոններից յուրաքանչյուրի հետ, դա մեր խաղը չէ։ Դա մեր բոլոր դաշնակիցներն կարող են իմանալ, դա մեր խաղը չի։ Մենք բոլորի հետ մենք ունենք սփյուռք, բոլոր երկրներում, Եվրոպայում, Ֆրանսիայում ունենք լավ սփյուռք։ Շատ հայրենասեր, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ունենք, Ռուսաստանում ունենք, մենք մեր սփյուռքին որևէ արվածի տակ երբեք չենք դնի։ Մենք երբեք, եւ դա է մեր պաշտպանիչ օղակը, որ չմտնենք որևէ աշխարհակահաղական հակադրությունների մեջ։ Պարսկաստանում ունենք սփյուռք, Վրաստանում ունենք սփյուռք։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ Հայաստանը կարող է իրեն թույլ տալ լինել դաշնակից, բայց ունենալ նեյտրալ ստատուս աշխարհակահաղական բախումների մեջ։ Լինել դաշնակից, այսինքն պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի համար կարևոր, որպես Եվրոպայի ելք, ոչ թուրքական։ ՌԴ-ի համար կարևոր, որպես թուրքական աշխարհի միացման դեմ կարևոր ուժ եւ Եվրոպայի համար կարևոր Չինաստանից Եվրոպա ամենակարճ ուղու համար։ Մեր տարածքային ամբողջականությունը բոլորին ձեռք է տալիս։
Բացի երկու երկրից, կարելի ասել բացի մեկ երկրից։ Թուրքիայից։ Մնացածը կարծում եմ թե նույնն է։ Պարոն Կարապետյան, հիմա ձեր վերաբերյալ մի շարք հրապարակումներ եղան, որից մեկը վերաբերում է, քանի որ Ռուսաստան Դաշնություն նշեցիք, որ դուք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եք։ Քննչական կոմիտեն շարադրությամբ եւ հաղորդագրության անվան տակ դա ներկայացրեց, դուք հետո հերքեցիք, տարբեր հասարակական կազմակերպություններ հրապարակեցին փաստաթղթեր, որտեղ նշվում է, որ դուք Ռուսաստանի քաղաքացի եք, քաղաքացիությունը Ռուսաստանի, ի վերջո դուք որ երկրի քաղաքացի եք։ Մենակ ամբողջ կյանքը եղել եմ Հայաստանի քաղաքացի, ոչ Եվրոպական միության որևէ երկրի քաղաքացի եմ եղել, ոչ այլ, ոչ Ռուսաստանի։ Հիմա այդ պարագայում ինչ process-ում է այդ հարուցված քրեական վարույթը։ Ես ընդհանրապես տեղեկ չեմ այդ քրեական վարույթից, եթե ազնիվ լինենք, մենակ հեռուստատեսությամբ երևի ուղղակի շոու անելու համար, բայց կարող են հազարատ վարույթ անել, ինչը սպիտակ է, ասում է սպիտակ է։ Իսկ ինչ վերաբերում է բաներին, փաստաբանները դիմել էին մի տեքստում, ոնց որ որտեղ կա սեփականություն, ես ունեմ սեփականություն մի ընկերությունում, այնտեղ ավտոմատ գրվել էր Ռուսաստանի քաղաքացիություն, որտեղ ռուսական ռեեստրեր էր, դիմել էին փաստաբանները, մեկ օրում ուղղել էին մարդիկ, անգամ այդ երկրի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է, որ իմ անունով քաղաքացի չկա։ Ինչու է այդ երկրի արտաքին գործերի փոխնախարարը հերքում ձեր Ռուսաստանի քաղաքացի լինելու հանգամանքը։ Հարցումները գնացել էին լրատվամիջոցներից։ Այդ մակարդակի է հասնում ձեր մասին հերքումները, պարոն Կարապետյան։ Օրինակ իմ մասին, եթե հերքեն Վրաստանի քաղաքացի չի, հաստատ փոխարտգործնախարարը չի հերքելու։ Ինչի է ձեր պարագայում։ Մեր մասին, մեր դիմումներին միշտ արձագանքում են շատ արագ յուրաքանչյուր երկիր եւ մեր պահանջներն էլ են արձագանքում շատ արագ միշտ։ Ի տարբերություն քաղաքացիական պայմանագրի կուսակցության, որ փողը վճարած չեն կարող զենքերը ստանան, մեր յուրաքանչյուր դիմումին բոլորը արձագանքում են յուրաքանչյուր երկրի։ Մեր բոլոր պահանջները մեր շահերից ելնելով Հայաստանի կատարելու են։ Իսկ քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը անգամ վճարած զենքը չի կարող հետ ստանա։ Անգամ չի կարողանում պայմանավորվի լոլիկ անցնի սահմանը։ Ինչով եք պայմանավորվում, որ օրինակ զենքը ռազմավարական գործընկեր հապկանթան պետությունը գումարի դիմաց զենքը չի տալիս։ Կշիռ, քաղաքական եւ տարածաշրջանում ռեպուտացիոն կշիռ է, լավը չի կշիռ։ Իսկ դուք լիազորություններ կամ շրջապատ մտերիմ մարդկային հարաբերություններով կարող եք ասել, որ այդ զենքը մեծ վաճառ է։ Դա պետական հարց է, պետական ամեն դեպքում գործարարները զենքերի հետ կապ չունեն։ Դա նաեւ մենք որպես համաշխարհային բանկի հետ աշխատող կառույց, որպես միջազգային կորպորացիա իրավունք չունենք այդպիսի, բայց պետությունը իրավունք ուներ, պետական ղեկավարին պետք է հարգեն անկախ նրանից նա ղեկավար է թե չէ, որպես նաև ֆիգուր։ Ես վստահ եմ, որ Կարապետյանը կարող են մեր հայրենակիցներն վստահ լինեն, մենք ունենալու ենք մեր անվտանգության համար ամենաէժան զենքերը, անգամներով էժան, քան հիմա ենք գնում, երբեմն անգամ անվճար, քանի որ գերարտադրություն է լինելու եւ գները մենք տեսնում ենք, որ լավ է լինելու, չեն օգտագործվելու։ Ուղղակի մեր երկիրը ունենալու է լավ անվտանգային համակարգ, մենք ունենալու ենք լավ հարաբերություններ եւ կարողանալու ենք նենց անենք, որ մեր լոլիկը կարողանանք ծախենք։ Մի հատ լոլիկ չի կարող պայմանավորվի, որ ծախեն Զելենսկին բերում է, մի հատ ծաղիկ չի կարող պայմանավորվի Լարս անցնի։ Այստեղը չեք կարող միջամտել։ Ի վերջո դրանից դժում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Պարոն Կարապետյանը հայտարարեց, որ կողմ չէ այդ մոտեցմանը, բայց ինչքան մենք տեսնում ենք, Ուկրաինան ու Ռուսաստանը պատերազմի մեջ են, Ուկրաինայի ղեկավարին հրավիրել են Երևան։ Դա Փաշինյանի քաղաքականության արդյունքն է, որի պատասխանը ցավոք կրում է ոչ Փաշինյանը, այլ հայ ժողովուրդը մենք։ Բայց իշխանությունն ասում է, որ դա Հայաստանը ինքնիշխան պետություն է եւ ում երբ որտեղ ուզի կհրավիրի։ Հիմա իսկ մյուս երկրները, օրինակ Վրաստանը ինքնիշխան պետություն չէր, կամ այլ երկրները, որոնք այլընտրանք, դու պետք է նայես տնտեսական այլընտրանք ունես թե չէ։ Այսքան տարիների ընթացքում Եվրոպայի հետ նորմալ որևէ տնտեսական հարաբերություն չեն կառուցել։ Որևէ տնտեսական հարաբերություն Ֆրանսիա արտանումը 20% իջել է։ 8 տարվա ընթացքում Փաշինյան կառավարումը 20% իջել է։ Ինչի մասին է խոսքը, ինչ եվրոպական օրիենտացիա։ Դու եթե օրիենտացիան այնա, որ սկսես իրար հետ աշխատել, առևտուր անել, չունես առևտուր Ֆրանսիայի հետ, արտահանում չունես, հա, այնտեղից կառնես ամեն ինչ։ Բոլորն պատրաստ են վաճառել։ Դու բան չես ծախում։ Իր կառավարման ժամանակ 20% անկում է ունեցել։
մի քանի 100 անգամ ավելի հետ աճ է ունեցել ես։ Մի քանի 100 անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ շարժը։ 100։ Դա նշանակում է, չի եղել տնտեսական քաղաքականություն։ Եղել է մեր ժողովրդի այն բարի, բայց ինչ որ առումով նաև միամտացած հատվածին զբաղացնելու ծրագիր։ Զբաղացնում է մարդկանց, բայց գործ չի անում։ Այլընտրանք է առաջարկել Ախալքալակի կառսը, որը գործարկված է 20 թվականին, պաշտոնական բացումը 24 թվականին էր, եւ ես մի փոքր ավելի լավ տեղեկանալով այդ երկաթգծից Վրաստանի որևէ բնակիչ այդ տարածաշրջանի, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ հիմնականում ապահովում են Վրաստանի ողջ պետությանը գյուղատնտեսական գյուղմթերքներով եւ բանրի արտադրությամբ եւ այլն, որևէ մեկը հնարավորություն չունի այդ երկաթգծից օգտվելու, որովհետեւ դա շատ թանկ է արդյունաբերական բեռների համար է եւ Վրաստանի տնտեսության ընդամենը 7%-ն է, որ այդ երկաթգծից օգտվում, մնացածը տրանզիտ ինչ որ բեռներ են։ Բայց Հայաստանի Հանրությանը դա ներկայացնում է, որ հենց հաջորդ օրը, երբ Ռուսաստանի հետ սահմանի որոշակի խնդիրներ առաջացան, Փաշինյանն ասեց, Ախալքալակի կառսից կարող ենք այլևս բաց է։ Եվ Եվրոպական միության ներկայացուցիչները եկել էին Հայաստան։ Հայկական ավիաընկերությունները սև ցուցակում են Եվրոպայում։ Այո։ Գոնե այդ հարցը 20 թվականից կարծեմ։ Գոնե այդ հարցը չի կարող ինքը լուծի։ Բայց պետք է որ լուծի։ Մեր երկիրը զարգացնելու համար պետք է մեր ընկերությունների համար շահեկան դիրքեր գրավի ինքը։ Ինքը սև ցուցակից մի հատ հանի քո ընկերությունները։ Մենք սև ցուցակում ենք Եվրոպայում մեր ընկերությունները։ Այո, Տաթևիկ Ռևազյանի օրոք դեռևս երբ ավիացիայի գծով ոչ բան չեն կարող անենք։ Երկրորդ բանը Վրաստանը ունի վիզաների ազատականացում 2017 թվականի մարտից։ Ասում են Վրաստանի իշխանությունը գործարար ղեկավարը իդեպ տանում է ոչ պրոեվրոպական քաղաքականություն։ Վիզաներ ունի թե չէ, ստացել է մարդը կարողացել է հասնել նրան, որ ունենա վիզաների ազատականացում։ Հայաստանը ունի վիզաների ազատականացում։ Այսինքն արդյունքը լավ, ժողովուրդ, արդյունքով նայենք, բերքը հողի վրա։ Ինչ բերք է տվել էս մարդը։ Վիզաների ազատականացում վրացիք ունեն, մենք չունենք։ Սև ցուցակի մեջ չեն իրանք, մենք ենք։ Մեզ մնացել է մենք ուղղակի տուժողն ենք այս խաղի մեջ։ Վրացիները Ռուսաստանի հետ դիվանագիտական պաշտոնական հարաբերություններ չունեն, մենք ունենք, բայց պատժամիջոցներ կարծեք։ Այո, սիրով վաճառում են իրենց գինին, իրենց ապրանքը սիրով վաճառում են։ Այդքան փորձեցին Եվրոպա մտնել, չեն կարողացել ոչ մի բան վաճառեն Եվրոպա, դրա համար հին տարածաշրջանային երկրներ են վաճառել, հարյուրամյակներով ձևավորած կապեր են սրանք։ Այսի ոչ մի երկրի վարչապետի որոշում է, ոչ երկու երկրի վարչապետի, սա հարյուրամյակով ձևավորված առևտրային կապեր է այս ռեգիոնում աշխատում, որ մեզանով ոչ սկսվել է, ոչ ավարտվել է, ուղղակի մենք պետք է զարգացնենք, որ մեր երկիրը շահի դրանից, որ Հայաստանը արևոտ երկիր, էժան ջուր, արև ու ջուր ունենք, հող ունենք, չմշակվող շատ հող ունենք։ Իդեպ լույսից ինչ նորություն կա պարոն Կարապետյան, հեծի գործերով զբաղվում եք։ Արբիտրաժի որոշումը իշխանությունը դեռ չի կատարում, կարծում եմ, որ դա վերջնական խնդիրներ կստեղծի, բայց չեմ ուզում դրան անդրադառնամ, քանի որ մեր երկրին մեծ փոփոխության արդյունքում ամեն դեպքում մենք որակական ուժ պետություն ենք սարքելու այս նեոկոմունիստական իրենց ոճը, վերջը չհասկացանք Եվրոպամետ են, կոմունիստ են, կոմունիստներն են, չէ, ամեն ինչ պետականացնում։ Եվրոպական միության մոտեցումը ազատ շուկան է։ Հիմա իրանք Եվրոպամետ են, թե կոմունիստ են, չհասկացա վերջը։ Աթեիստ են, թե կրոնը հետաքրքիր է, պատարագիր գնում մի պահ, ոնց որ թարգեց։ Հետաքրքիր էկլեկտիկ բնույթ ունի հայոց իշխանությունը։ Պարոն Կարապետյան, բարբերաբար հակակոռուպցիոն կոմիտեն, իդեպ կոմիտեի ղեկավարը մայիսի 28-ի արդիվ հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է նախագահի կողմից։ Ձայնագրություններ է հրապարակում ընտրակաշառքի մասին։ Հասարակական կազմակերպությունները նշում են, որ այս լատենտ հանցագործությունը այսպես արագ եւ այս տեմպերով երբևէ Հայաստանի պատմության մեջ չի եղել, որպեսզի բացահայտվի։ Քաղաքական իշխանության որոշ մարդիկ նշում են, որ դուք ամեն ինչ ասում եք, բայց չեք երգում ի վերջո կան ընտրակաշառքներ, թե չկան։ Եթե միլիարդանոց կապիտալով մարդը, ոչ Սամվել Կարապետյան, այլ մարդ, ցանկանար այդպիսի բան աներ, հաստատ բոլորը դա զգալու են ու երկու կարկանդակով ու Միկոլայով չլինի, երկու կարկանդակի ու Միկոլայի պատճառով մեր տեխնաց ունենք Գյուլակարակի եւ Ստեփանավանի շրջանի մեր տեխնացում։ Կալանքի տակ է տնային, որ երկու կարկանդակ
եւ մեկ Coca-Cola է հյուրասիրել, ազնիվ խոսք։ Ում է հյուրասիրել այդ կարկանդակները, քանի որ կարկանդակը քաղաքական կատեգորիա է դառնում այո, ես տենց է չիմացա վարորդին տեղափոխ չհասկացա ում, բայց ինչ որ մարդու երկու կարկանդակ կարտոֆիլով եւ կոլա, բայց ոչ զերո, սորական կոլա։ Մյուս բանը պատմությունը Գորիսում մի մարդու մեր ներկայացուցիչին կալանավորել էին, ձերբակալել էին։ Նու փառք Աստծո ոնց որ նորմալ է, բայց մարդուն ձերբակալել էին, որտեվ մի մարդ եկել էր, ասել էր ինձ կօգնեք առողջության գծով, ասել էր ոչ։ Գնացել էր հակակոռուպցիոն, մարդը տեղի իմացել հակակոռուպցիոն, գնացել է հակակոռուպցիոն եւ ասել է, որ ինձ ասել է, որ հա կօգնի առողջության գծով։ Լավ, եթե կօգներ մարդը, քեզ գնացել էլ, այսինքն օգտվել ես, եթե պետք է օգտվես, էլ գնալու պատճառը ո՞րն է, եթե չի օգնել, նեղացել ես, որ գնացել ես, քեզ գնացել։ Իսկ պատճառը մի հատն է, հակակոռուպցիոնի տեղը իմացող, առողջության հետ խնդիր ունեցող այդ մարդը ուղղակի գործակալ է։ Ուղղակի գործակալ է։ Կամ մարդ են ներդրում, երկուսը իրար հետ բանով, Շիրակի բարբառով սկսում են խոսալ, բաց կապով, Շիրակի բարբառով, ինձ այսքան տվեցին, ինձ այսքան տվեցին, ժողովուրդ։ Օդ թեմաներ է, մի հատ բան ասեմ, եթե միլիարդանոց կապիտալով մարդը ցանկանար տենց բան աներ, բոլորը կզգային, մենք դրա կարիքը չունենք ու դրա կարիքը ընդհանրապես չկա էլ Հայաստանում ու պետք էլ չի որ լինի երբևէ, որովհետև բնակության 72%-ը այս մարդուն դեմ է։ Ուղղակի պետքա դուրս գանք, գնանք ընտրության, փոխենք։ 72%-ը ինչի հիման վրա եք նշում, պարոն Կարապետյան։ Բոլոր հարցումներով, որ նայում ենք, Հայաստանում մի հարցում է եղել պատմականորեն, որտեղ Փաշինյանի գործերը լավ են։ Դա IRA-ի հարցումն է, որը նախորդ ընտրություններին 21% ձայն հավաքած ուժին 3% էր տվել։ 7 անգամ քիչ էր տվել։ Նաև այդ կառույցի ղեկավարին այս տարածաշրջանային ազգային ժողովի նախագահի մակարդակով է ընդունվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում են հանդիպումներ եղել եւ այդտեղ անկախ դիտորդի մոտ չեզոքությունը, անաչառությունը մի փոքր բոլոր հարցումներով ցույց են տալի, որ երկրի հաջորդ վարչապետը հաստատ Փաշինյանը չի լինելու եւ մենք տեսնում ենք, որ Անդիմության առաջնորդ ուժի Սամվել Կարապետյանն է լինելու երկրի առաջնորդ։ Մենք մեր նախորդ զրույցում խոսել ենք իրավական այդ ընթացակարգերի մասին, այս անգամ նորից զրույցը չծանրացնեմ այդ մասով, բայց այնուամենայնիվ նորից այդ ճանապարհով է գնալու։ Մի փուլում կլինի վարչապետ ուժեղ Հայաստանից այլ մարդ, մինչև կկարգավորվեն օրենսդրական հարցերը եւ օրենքով ազգային ժողովը կընդունի օրենք, որով Հայաստանի քաղաքացիություն ունեցող անհատը յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունենա դառնա վարչապետ։ Ընտրություններին հաշված օրեր են մնացել։ Իշխանության չգալու պարագայում ձեր պլանները որոնք են։ Սա պայքար է, որի արդյունքը պետք է լինի թուրք բերողների հեռացումը, գործարան փակողների հեռացումը, ունեցված խլողների հեռացումը մեր հայրենիքից։ Երկու հայտարարություն է արվել աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից, մեկը Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումն էր, որի ժամանակ Պուտինի հայտարարությունն առայն որ թույլ տվեք բոլոր ուժերը մասնակցեն, վերագրվեց աջակցություն որպես ձեզ եւ ընդդիմությանը, եւ վերջերս Թրամփի գրառումն է եւ բառ առ բառ աջակցություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, դա, չգիտեմ, իշխանությունը համարում է ներքին գործերի միջամտություն թե չէ, բայց Պուտինի պարագայում համարեցին Հայաստանի ներքին գործերի միջամտություն։ Այս երկու բևեռները արդյոք բախման կետ Հայաստանը չի դառնալու իրենց համար։ Դա հենց քաղաքացիական պայմանագրի կուսակցության քաղաքականությունն է, հակադրություններ ստեղծել, դրա հաշվին փորձել իշխանությունը ձգել, մի քիչ էլ քաջանի հանքով զբաղվել ավելի շատ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվում է 1 միլիոն հայ։ Մենք ունենալու ենք վստահ եղեք այնպիսի լավ հարաբերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարի հետ, որ մեր արտադրաշրջանությունը վերջապես նորմալ աճելու է, նորմալ տնտեսական ներդրումներ ենք բերելու Հայաստան, իրական ներդրումներ էլի, իրենց ասած էս ներդրումներ երկրի առաջնորդների միջև, վստահ եղեք, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի առաջնորդների հետ Հայաստանը միայն լավ հարաբերություն է ունենալու։ Դուք կառավարության նիստեր եք անում, վերջին կառավարության նիստն էր Սամվել Կարապետյանի նախագահությամբ, այս ինչի մասին է խոսում, արդյոք դա մի փոքր իրականությունից կտրված լինելու մասին չէ։ Ապագա կառավարության պրոյեկտների ներկայացումն է։
Այսինքն այնտեղ դուք ունեք թե ովքեր դա կառավարության նիշի, այլ ապագա կառավարության պրոյեկտների ներկայացումն է, այսինքն եթե դուք նայեք, այնտեղ անդամները, ներկաները փոխվում են տարբեր ոլորտի մասնագետներով։ Պարոն Կարապետյան, եւ ի վերջո հունիսի 7-ին ձեր ակնկալիքը որն է։ Որ մենք մեր ժողովուրդը հասկանա, որ եթե նա չի գնում ընտրության, իր ձայնը գնում է Փաշինյանին։ Գնա ընտրության, բերի փոփոխություն, սկսենք վերակառուցել մեր երկիրը։ Շնորհակալություն։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը Ուժեղ Հայաստան կուսակցության առաջին համարն Արեգ Կարապետյանն էր։